Կիբերհանցագործները հիմա էլ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել, զգուշացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ու ասում. սա նոր բան չէ, պարզապես հիմա նպատակին հասնելու համար խարդախները զանգահարում են բանկի կեղծված հեռախոսահամարներից կամ էլ էլեկտրոնային վճարման համակարգից։ Մարդ կարող է իր հեռախոսի համարում ֆիքսած լինի իր բանկի համարը կամ էլեկտրոնային դրամապանակի օֆիսի համարը եւ մենք էլ տեսնի, որ հենց այնտեղից զանգ է գալիս։ Եվ բնականաբար զանգողները տարբեր սխեմաներ են աշխատացնում։ Զանգահարում են զոհին ներկայանում որպես բանկի աշխատակից, ասելով, որ տվյալ քարտապանի հաշիվը վտանգի տակ է։ Հնարավոր է քարտում եղած գումարը արգելափակվի կամ սառեցվի։ Որպես հիմնավորում էլ նշում, իբր նախորդ գործարքի ընթացքում առաջացած խնդիրները։ Շտապեցնում են, ասում են, որ պետք է արագ գործել տրամադրել անձնական մի քանի տվյալ, մասնավորապես բանկային քարտի վրայի 12 նիշը, PIN, CVV, երբեմն էլ SMS-ով ուղարկված նույնականացման կոդը։ Զանգեցին, ասեցին, որ գումարը հաշվիցս փոխանցվեց, ասեցին մենք կվերադարձնենք այդ գումարը, մեկ անհանգստանա, ձեր քարտը արդեն բանա անձեռնամխելի է, ոչ մեկ չի կարող վերցնի, 70,000 տարել են, 3,000 դրամ փողեր մնացել մեջը։ Կինը վախենալով, որ կարող է կորցնել հաշվին եղած գումարը, տրամադրել է պահանջված տվյալները ու միայն հաջորդ օրը պարզել, որ քարտին այլևս գումար չկա։ Խարդախների հյուսասթակարդում նա միակ հայտնվածը չէ, այլ տուժածներ էլ կան։ Խարդախը ստանալով ցանկալի տվյալները կարողանում է հաշվից գումարներ կանխիկացնել, օնլայն առևտուր վճարումներ անել, նաև վարկ ձևակերպել։ Պաշտպանության ձևը այն է, որ հիշել իսկական բանկի աշխատողը երբեք ոչ մի գաղտնի ինֆորմացիա հեռախոսով չի պահանջի մարդուց։ Այսինքն հնարավոր չի, որ բանկի աշխատողը զանգի հարցնի օրինակ կոդ, որը դուք ստացել եք հեռախոսահամարով։ Երկրորդը կամայական դեպքում, երբ որ դուք տեսնում եք, երբ որ բանկից կամ էլեկտրոնային դրամապանակից զանգել են, դուք կարող եք անջատել զանգը եւ հետ զանգել այդ նույն համարով։ Իրականում արդեն ընկնում եք իսկական բանկ։ Այստեղ արդեն չեք խափնվի։ Կարևոր է հիշել նաև, որ իրավապահները հնարավոր է չհայտնաբերեն խարդախին, ուստի նման հարձակումների, այդ թվում գումարի կորստի միակ պատասխանատուն դուք եք։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։